2024-ին Ֆիդեն Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականին ճանաչեց դարի լավագույն թիմ։ Սա գեղեցիկ խոսք չէ, սա արդյունքների ցուցակ է։ 2006 Թուրին, Հայաստան օլիմպիական ոսկի, 2008 Դրեզդեն, նորից ոսկի, 2012 Ստամբուլ, երրորդ օլիմպիական ոսկին։ Այդ տարիներին շախմատի աշխարհում Հայաստանի անունը լսում էին ոչ թե որպես փոքր երկիր, այլ որպես թիմ, որին պետք էր հաղթել։ Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Կարեն Ասրյան, Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Սերգեյ Մովսեսյան, Տիգրան Պետրոսյան։ Անուններ, որոնք միասին դարձան համակարգ։ 2011-ին Հայաստանը հաղթեց նաև աշխարհի թիմային առաջնությունում, 1999-ին Եվրոպայի թիմային առաջնությունում։ Այս պատմությունը մեկ գերխաղացողի մասին չէ, սա այն դեպքն է, երբ մի ամբողջ թիմ տարիներով պահեց երկրի պատիվը աշխարհի ամենախելացի խաղերից մեկում, եւ հենց դրա համար Ֆիդեի 100-ամյակի մրցանակաբաշխության ժամանակ հնչեց Հայաստանի անունը՝ դարի թիմ։ Այդ մակարդակը պատահաբար չի ծնվում, այն ծնվում է դպրոցից, մարզիչից, կարգապահությունից եւ պետությունից, որը հասկանում է տաղանդը պետք է պահել, ոչ թե կորցնել։ Քվեարկության օրը ընտրիր այն Հայաստանը, որով կարող ես հպարտանալ։